Ընթացք է հավաքում անգլիական պրեմիեր լիգայի 2016-2017 մրցաշրջանը։ Մրցաշրջան, որին սպասում ենք շատերս։ Մրցաշրջան, որը ամբողջովին կտարբերվի նախորդներից եւ իր գեղեցկությամբ ու ինչու՞ չէ իր յուրահատկությամբ կտպավորի ֆուտբոլասերներին։ Սկսված նոր մրցաշրջանում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Անգլիական ֆուտբոլի ընթացիկ տարին խոստանում է բավականին հետաքրքիր լինել։ Բացի դրանից, այն իր մեջ պարունակում է բազում հանելուկներ, բազում մարզչական մենամարտեր։ Վայրկյաններ հետո կիմանանք, թե ինչ է մեզ սպասվելու անգլիական պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ 2016-2017 ֆուտբոլի հայրենիքի ամենահզոր ինտրիգները։ Գնացինք։ Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաակտիվ ակումբը իհարկե Մանչեսթեր Յունայթեդն է։ Հենրիկ Մխիթարյան, Էրիկ Բայլի, Պոլ Պոգբա եւ իհարկե Զլատան Իբրահիմովիչ։ Զլատանը դանդաղ քայլերով, փոխարենը բավականին հանգիստ, սկսում է կատարել այն պարտականությունները, ինչի համար իրեն հրավիրել են Մանչեսթեր Յունայթեդ։ Իբրահիմովիչը արդեն իսկ հիմա արդարացնում է սպասելիքները։ Խնդիրը այն է, որ դեռ Սեր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո MU-ն իրոք լրջորեն զգում էր բարձրակարգ կենտրոնական հարձակվողի կարիք։ Հարձակվող, ով ունակ է գոլեր ստեղծել գրեթե ոչնչից։ Հարձակվող, ով կարող է թիմին օգնել ամենաանելանելի իրավիճակներում։ Օրինակ, ահա այս իրավիճակում Զլատանը արեց այն, ինչը պետք է աներ յուրաքանչյուր բարձրակարգ կենտրոնական հարձակվող։ Վնասազերծեց ամրակազմ US Morgan-ին ու United-ին պարգևեց Անգլիայի սուպերգավաթը։ Մնացած ամեն ինչ թող մնա եզրային մրցավարի խղճին։ Փաստը այն է, որ Իբրահիմովիչը իր աշխատանքը 5-ին գումարածի կատարեց։ Ազատ գոտիներ փնտրելու համար Իբրահիմովիչը ուղղակիորեն իր խաղանկերներին պետք է հասկանա ավելի լավ, կամ ավելի ճիշտ խաղանկերները հասկանան նրան։ Թիմը պետք է ընտելանա Զլատանի խաղաոճին, Զլատանն էլ համապատասխանաբար թիմի։ Եվ հիմա պատկերացրեք, որ անգամ այս իրավիճակում, երբ կողմերը դեռ լավ ծանոթ չեն միմյանց, Զլատանը կարողանում է դրսևորել իրեն։ Դիտելով թե Իբրահիմովիչի կարիերայի վիճակագրությունը, թե նրա ներկայիս ցույց տված խաղը ամեն ինչ տանում է այն բանին, որ հենց մանկունյանցիները կնվաճեն անգլիական պրեմիեր լիգայի ոսկին։ Սակայն հարց է առաջանում. արդյոք 34-ամյա ռմբարկուն կկարողանա հարմարվել անգլիական ֆուտբոլի արագությանը։ Իբրան, ինչպես գինին, տարիների ընթացքում դառնում է ավելի լավը, սակայն կատակ անել անգլիական պրեմիեր լիգայի հետ առնվազն միամտություն կլինի։ Նախ սա ֆրանսիական լիգա 1-ը չէ ու հետո Եվրո 2016-ը հստակ ցույց տվեց, որ տարիքը ամեն դեպքում իր մասին զգացնել տալիս է։ Այդուամենայնիվ չմոռանանք, որ Մանչեսթերի նորեկը ունի հաղթողի հոգեբանություն։ Բավականին ինքնավստահ է ու լավ հարաբերությունների մեջ է գտնվում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Հակառակ Էրիկ Կանտոնայի, Իբրահիմովիչը կանի ամեն ինչ, որպեսզի դառնա Մանչեսթերի նոր արքան։ Հենրիկ Մխիթարյանի մանչեսթերյան կարիերայի վերաբերյալ որևէ տեսակետ հայտնելը կարծում եմ վաղ է։ Իհարկե բոլորիս էլ այս իրավիճակը մեղմասած նյարդայնացնում է, սակայն եկեք մի պահ այլ տեսանկյունից նայենք։ Կա 3 խաղ, կա 3 հաղթանակ եւ կա ցուցադրած բավականին որակյալ ֆուտբոլ։ Եվ այս պարագայում անգամ մեծ ցանկության դեպքում Մորինյոին մեղադրանքներ ներկայացնելը բարդ է։ Ժամանակի ընթացքում Մխիթարյան Իբրահիմովիչ զույգը ունակ է սարեր շուռ տալ, բայց չէ որ ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ է լինելու։ Անգլիական պրեմիեր լիգան իր սպეციფիզմով տարբերվում է բոլոր առաջնություններից։ Մառախլապատ Ալբիոնին ընտելանալու համար ժամանակ է պետք։ Վստահ եմ, որ Հենրիկը դեռ կփայլի։ Իհարկե այլ հարց է, որ եւ Մորինյոին, եւ ղեկավարներին, եւ երկրպագուներին արդյունք է հարկավոր հիմա ու հենց այս պահին։ Կարծում եմ Ժոզեն առավելագույնը 2 տարի ունի Մանչեսթեր Յունայթեդ Գրանդ ակումբին վերադարձնելու համար։ Պորտուգալացին առաջին հերթին կփորձի ճիշտ դիրք ընտրել Պոլ Պոգբայի համար։ Գոյություն ունի կարծիք, որ ֆրանսիացին խաղադաշտում ունակի անել ամեն ինչ։ Ինչքան էլ որ ըստ ինձ Պոգբան մի փոքր գերագնահատված ֆուտբոլիստ է, բայց այդուհանդերձ Մանչեսթերը նման խաղացողի կարիք ունի։ Մորինյոն կամ կխաղա 4-2-3-1 մարտավարական սխեմայով, կամ էլ կտեղավորվի 4-3-3 սխեմայի մեջ, զոհաբերելով կամ Ուեյն Ռունին, կամ էլ Մխիթարյանին։ Երկրորդ տարբերակը կարծում եմ քիչ հավանական է։ Մնում է սպասել եւ հասկանալ, թե ինչ կստանա այս մոզաիկայից Special One-ը ու ինչ դեր կունենա այս ամենի մեջ Հենրիկ Մխիթարյանը։ Իսկական հանելուկ է, թե ինչ է այս պահին իրենից ներկայացնում չեմպիոն Լեսթեր Սիթին։ Եկեք վագրերից կրած պարտությունը որպես չափման միավոր չդիտենք։ Հետաքրքիր է, արդյոք կավարտվի աղվեսների հեքիաթը, եւ ինչ ենք մենք հասկանում հեքիաթ ասելով։ Լեսթերի կազմը էապես փոփոխության չի ենթարկվել։ Ակումբից հեռացել է Նգոլո Կանտեն, փոխարենը թիմի շարքերն է համալրել Ահմեդ Մուսան։ Նիգերիացու հեղինակած գոլը Բարսելոնայի դարպասը կարծում եմ տեսել եք։
Ռանիերի գլխավոր խնդիրը այն է, որ հիմա թիմերը Լեսթերի դեմ խաղադաշտ դուրս կգան լրիվ այլ տրամադրվածությամբ։ Վստահ եմ, որ Կլաուդիոն չի փոխի թիմի մարտավարությունը։ Առավել ևս, որ այդ հնարավորությունը նա մեղմասած չունի։ Չէ՞ որ աղվեսների պահեստայինների նստարանը երկար չես համարի։ Բացի դրանից, արդյոք թիմի առաջատարները ասպարեզ դուրս կգան նախկին մոտիվացիայով։ Ռիադ Մահրեսի մոտ այս խնդիրը արդեն հիմա նկատվում է։ Կամ Լեսթերը ուղղակի կկոտրի հասարակական կարծիքը, կամ էլ ավանդական տարբերակով նահանջ կապրի ու նորից կդառնա միջակայքում։ Բավականին հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպասվում Լոնդոնի Չելսիին։ Այն, որ Անտոնիո Կոնտեն մեծ տակտիկ է, ցույց տվեց ոչ միայն Եվրո 2016-ը, այլ նաև նրա ստեղծած Յուվենթուսը։ Վերջերս Յուվեի լեգենդներից Մարկո Տարդելին արեց հետևյալ հայտարարությունը. Կոնտեի միակ խնդիրը այն է, որ անգլիացիները մարտավարությունից ընդհանրապես չեն հասկանում։ Հարց է առաջանում, իսկ հասկանում է արդյոք Աբրամովիչը։ Վերհիշելով Չելսիի բոլոր մարզիչներին, կարելի է ասել, որ ազնվականները հարձակվողական ֆուտբոլ էին խաղում միայն Կարլո Անչելոտիի օրոք։ Այն էլ որոշակի վերապահումներով։ Անտոնիո Կոնտեն, ինչպես եւ գրեթե յուրաքանչյուր իտալացի մասնագետ, մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանության վրա։ Բավականին խստապահանջ է եւ ունի թիմը ղեկավարելու յուրահատուկ ոճ։ Ամեն դեպքում չմոռանանք, որ Չելսիում հավաքված են բավականին կամակոր խաղացողներ։ Կկարողանա արդյոք Կոնտեն դառնալ նրանց համար իսկական հեղինակություն։ Այս օրերին ազնվականները ընդամենը 2 տեղափոխություն իրականացրին։ 2, սակայն ինչպիսին։ Նգոլո Կանտե, ով ունակ է միայնակ փակել հենակետային գոտին, եւ Միչի Բաչուայի, բավականին արդյունավետ խաղացող, ով աչքի ընկավ օգտակար գործողություններով արդեն իսկ մրճահարների դեմ խաղում։ Բարդ է խոսել, թե ինչ է սպասվելու Պեպ Գվարդիոլային Մանչեսթեր Սիթիում։ Սա ոչ Բավարիա է, ոչ էլ նամանավանդ Բարսելոնա։ Պրեմիեր լիգայում ստեղծել գնդակի տիրապետման տոտալ մեխանիզմ բավականին անշնորհակալ աշխատանք է։ Խոսքերս հանգիստ կհաստատեն Արսեն Վենգերը եւ քաղաքայինների նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին։ Ջոն Սթոունզը կփորձի փակել հավերժական խնդիր դարձած պաշտպանության ազատ գոտիները։ Իլքայ Գյունդականը կփորձի խաղ կազմակերպել դաշտի կենտրոնում։ Իսկ Կանոլիտոն կանի ամեն ինչ, որպեսզի հարձակմանը արագություն փոխանցի եւ ակտիվություն առաջացնի խաղադաշտի ձախ թևում։ Գվարդիոլան էլ կանի ամեն ինչ շեյխերի սպասելիքները արդարացնելու համար։ Կարծում եմ Պեպը լավ հասկանում է, որ տիկի տակայով Անգլիայում արդյունք ապահովելը հեշտ չէ։ Ինչ որ մի բան հուշում է, որ կատալան մասնագետը իր մարտավարությունում նորամուծություն կանի, որովհետև այլ պարագայում Սիթիի խաղին մրցակիցները բավականին հեշտ կհարմարվեն։ Հիմա Գվարդիոլայի համար իրոք բեկումնային պահ է։ Սեղանին դրված շատ բան կա։ Կամ Պեպը կապացուցի, որ ունակ է նվաճումներ ունենալ ոչ այնքան ուժեղ թիմերում, կամ էլ կդառնա քննադատների իսկական թիրախը, ինչը կազդի նրա անվան եւ իհարկե կանդրադառնա կարիերայի վրա։ Կանխատեսում անել Լիվերպուլի առավել ևս Յորգեն Կլոպի վերաբերյալ անշնորհակալ աշխատանք է։ Արսենալի դեմ ֆանտաստիկ հանդիպումից հետո ակնհայտորեն կարելի է ասել, որ սա ամբողջովին Կլոպի Լիվերպուլն է։ Մերսիսայցիները մի շարք հետաքրքիր տրանսֆերներ իրականացրին։ Զինագործների դեմ հանդիպումը հստակ ցույց տվեց նաև, որ բավականին արագ ընտելացել է նոր կոլեկտիվին թիմի նորեկներից Սադիո Մանեն։ Բացի նրանից Լիվերպուլի կարմիր մարզաշապիկը կկրի նաև կաչաղակների նախկին առաջատար Ժորժինյո Վեյնալդումը, ով ունակ է միջին գծում կրեատիվ խաղ ապահովել։ Գումարած այս ամենին ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել արդեն Ֆելիպե Կոուտինյոն։ Յորգեն Կլոպի գլխավորությամբ Մերսիսայդյան ակումբում հավաքվել են գաղափարակիցներ, բայց արդյոք այս ամենը թույլ կտա Բիթլզների հայրենակիցներին լուրջ արդյունք ապահովել արդեն դիստանցիայով։ Եթե Լիվերպուլը կարողանա մրցաշրջանը ավարտել լավագույն քառյակում, եթե Լիվերպուլը հաջող հանդես գա Եվրոպայի լիգայում կամ ասենք որևէ գավաթ նվաճի, սա արդեն մեծ հաջողություն կլինի։ Չէ՞ որ խենթ Յորգեն Կլոպը կարող է մոտիվացնել յուրաքանչյուր խաղացողի։ Զինագործների ճամբարում շարունակում է վնասված ստացած պաշտպանների համաճարակը։ Վերջերս այլընտրանքային տարբերակով Արսենալ տեղափոխվեց Վալենսիայի նախկին պաշտպան Շկոդրան Մուստաֆին։ Մինչ այդ էլ թիմի ճամբարներ համալրել Մյունխեն-Գլադբախի կիսապաշտպան Գրանիտ Չական։ Զինագործները չունեն կիսապաշտպանի խնդիր, չունեն նաև ենթահարձակվողների կամ ասենք վինգերների խնդիր։ Այստեղ ամենապրոբլեմատիկ գոտին համարվում է կենտրոնական պաշտպանի ու կենտրոնական հարձակվողի դիրքը։ Այս ամենից մերսիսայցիները օգտվեցին հաճույքով, թե հիմա պատկերացրեք, թե ինչպես կօգտվեն, ասենք Չելսին կամ Մանչեսթեր Սիթին։ Արսենալ, Արսեն Վենգեր եւ ավանդական դարձած խնդիրներ։ Գլխավոր ինտրիգը՝ կկարողանան արդյոք կանոնիրները որևէ արժեքավոր տիտղոս նվաճել։
Տեսնես կհաջողվի Մաուրիցիո Պոչետինոյին շնաձկների երիտասարդ կազմից ոչ միայն մարտունակ, այլ նաև արդյունք բերող թիմ կառուցել։ Նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողությունը բարդ կլինի կրկնել։ Նախ մրցակիցներն են ուժեղացել եւ հետո։ Հիմա Պոչետինոյի սաներին ավելի ու ավելի լուրջ են վերաբերվում։ Վանյամայի եւ Յանսենի տեղափոխությունները կուժեղացնեն թիմի կազմը, սակայն ոչ ավելին։ Մաուրիցիո Պոչետինոն արդեն ապացուցել է, որ հրաշալի է աշխատում երիտասարդների հետ։ Դելե Ալի, Էրիկ Դայերի կամ ասենք Հարի Քեյնի առաջ խաղացումը ձեզ վառօրինակ, չնայած որ վերջինս ամբողջովին ձախողեց Եվրո 2016-ը։ Հուսանք, որ Պոչետինոյի մտքում չի առաջանա այն ֆանտաստիկ գաղափարը, որպեսզի ստանդարտ խաղարկումները վստահի Հարի Քեյնին։ Հարց. Արդյոք կկարողանա Պոչետինոն երիտասարդ խաղացողներին հասունություն փոխանցել եւ արդյոք կհաջողվի այդ երիտասարդներին արդյունք ապահովել։ West Ham, Slaven Bilic եւ Դիմիտրի Պայե։ Chelsea դեմ հանդիպումը ցույց տվեց, որ մրճահարները ունակ են պայքարել գրանդակումների դեմ։ Թիմը բնավորություն ունի, իսկ հետաքրքիր է ժամանակը ինչ ցույց կտա։ Արդյոք կհաջողվի Պայեին քայլ առաջ կատարել։ Ընդհանրապես չեմ զարմանա, եթե Slaven Bilic-ի սաները ընթացիկ մրցաշրջանում լուրջ հաջողությունների հասնեն։ Էվերթոն, նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կուման եւ իհարկե Ռոմելո Լուկակու։ Հոլանդացի մասնագետը կարողանում է հարձակվողական ֆուտբոլ կառուցել, բայց չէ որ իրիսների գլխավոր խնդիրը պաշտպանությունում է։ Ղեկավարությունը Կումանին խոստացել է հզոր տրանսֆերներ իրականացնել։ Խնդիր չկա, դրա համար նրանք ունեն մոտավորապես 10 օր։ Բացի այս ամենից Պրիմեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը կարելի է ամբողջովին մարզչական համարել։ Կյանքը մահվան կռիվ են տալու միանգամից մի շարք ֆանտաստիկ մասնագետներ։ Մեզ բոլորիս սպասվում է թեժ եւ յուրահատուկ մրցաշրջան։ Գրեք կոմենտներում, թե դուք ինչպես եք պատկերացնում անգլիական Պրիմեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը։ Գրեք ձեր տեսակետները Հենրիկ Մխիթարյանի եւ այլ խաղացողների վերաբերյալ։ Օրինակ, ըստ ձեզ, այս դաժան պայքարում մարզիչներից ում կհաջողվի հաղթանակ տանել եւ արդյոք ովքեր տանուլ կտան։ Խնդրում ենք ակտիվ լինել։ Մենք անհամբեր կսպասենք ձեր կարծիքներին։ Եթե ցանկություն կլինի, որպեսզի նման մի տեսանյութ պատրաստենք նաեւ այլ առաջնությունների վերաբերյալ, ապա անպայման գրեք մեզ այդ մասին։ Ինտերֆուտբոլի հետագայից անկեղծ ասած խոսել չենք ուզում։ Մի քանի անգամ արդեն խոսել ենք մեր հետագա ծրագրերի մասին, բայց միշտ ինչ-որ մի բան խանգարել է մեզ, այնպես որ այս անգամ լուր կմնանք։ Հայցում ենք եւ YouTube-ի եւ Facebook-ի բաժանորդների ներողամտությունը, տեսանյութները ուշացնելու եւ կապի կտրման համար։ Հավատացեք, պատճառները իրոք հիմնավոր էին։ Համենայն դեպս մենք եղել ենք, կանք ու կմնանք միայն ու միայն ձեր շնորհիվ։ Ինչ վերաբերվում է Հենրիկ Մխիթարյանի ֆիլմին, հիմա ունենք լուրջ տեխնիկական խնդիրներ։ Անում ենք ամեն ինչ դրանք արագորեն շտկելու համար։ Վերջում խնդրում ենք նաեւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ուշադրության համար շնորհակալ ենք։ Կհանդիպենք։ Just the way it is.